Բարի լույս Շանթի ուղիղ եթերում մեկնարկում է առավոտը շանթումը, ճիշտ ասած մենք այլ կերպ էինք պլանավորել սկսել, բայց իրադարձություններից առաջ են ընկնում, գիշերը ժամը 4-ի սահմաններում Իսրայելը հարվածել է Իրանին, հատկապես միջուկային օբյեկտների ռմբակոծություն է եղել, կան զոհեր, Թավրիզի, Թեհրանի և Սպահանի քաղաքների վրա ռմբակոծություն է եղել, դրա համար ինչ ասեմ, այդքան էլ ուրախ չենք սկսում սկիզբը։ Ըստ պաշտոնական աղբյուրների ԱՄՆ-ն ներգրաված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ, բացի այդ Վաշինգտոնը որևէ օգնություն չի ցուցաբերել Երուսաղեմին, ահա այսպիսինն է եղել հայտարարությունները, որոնք ունենք այս րոպեին, բնականաբար այս ամենի մասին շատ ավելի մանրամասն մեր գործընկերները ավելի ուշ կտեղեկացնեն ձեզ։ Հատկապես հորիզոնի լրատվական այսօր ողջ օրվա ընթացքում կրկնապատիկ ջանքեր է գործադրելու, որպեսզի ձեզ պահի կիզակետում ինֆորմացիայի։ Իսկ մենք փորձենք սկսել եւս մի շաբաթ ավարտվող ուրբաթ օր, այսօր ուրբաթ 13 է, որտեղից որտեղ ինչ հետաքրքիր տարօրինակ համընկնումներ կարող են լինել օրվա հետ կապված։ Ուրբաթ 13 է, բայց չփորձենք այն կապել որևէ դժվար եւ բարդ իրավիճակների հետ, այլ ուղղակի լավ տրամադրությամբ եւ դրական լիցքերով շարժվենք առաջ, ապրենք եւ լսենք երաժշտություն։ Իսկ հիմա ժամանակն է խոսել եղանակից։ Միանգամից ասենք, որ Երևանում սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, բայց հանրապետության առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրևներ եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրևներ եւ ամպրոպ։ Դիտենք եղանակի տեսությունը եւ վերադառնանք։ Ոչ Amazon գետն է մեզ մոտ, ոչ Amazon գետն է երևում, որ կարելի ասել, մենք արևադարձային տրոպիկի եղանակ ենք ունենում, մինչև ժամը 1-2 արև է, իսկ դրանից հետո սկսում է ամպրոպը եւ անձրևը։ Ինչ արած ունենք այն ինչ ունենք։ Սիրելիներ, հուլիսի 1-ից դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի արկայության դեպքում հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով եւ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Հսկիչ փաստաթղթի օրինակը կարելի է ներբեռնել համապատասխան հղումով, այսինքն եթե դուք ուզում եք գնաք Վրաստան, օրինակ ես Նելին եւ էլի մի ինչ-որ ընկեր, եթե լինեն իմ մեքենայի մեջ, նախապես ես պիտի ունենամ ձեր անունները հատուկ թղթիկի վրա։ Դա հուլիսի 1-ից։ Մյուսին
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին է խոսքը, ոչ կանոնավոր։ Այսօր ավարտվում է Երևան բալետ ֆեստը, մոսկովյան ու պետերբուրգյան հայտնի բալետային թատրոնների ելույթներից հետո այսօր երեկոյան կարող եք վայելել օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների ելույթը։ Կարծում սա էլ է շատ սպասված շատերի կողմից։ Հունիսի 13-ից կմեկնարկի նաեւ Երևան Սևան Շորժա Երևան էլեկտրագնացի աշխատանքը։ Երևանի կայարանից այն շարժվում է 8:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում www.railway.am կայքում, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տոմսերը pass.railway.am հավելվածի միջոցով կամ պարզապես գնաք կայարան, մոտենաք տոմսարկղին, հարցնեք Պետրոսին եւ նա ձեզ ամեն ինչ կասի ճիշտ ձևերով, այո։ Մենք ամեն առավոտ նաեւ խոսում ենք առողջ ապրելակերպի մասին եւ առաջարկում տարբեր բաղադրատոմսեր եւ ինչպես կարելի է առողջ սնվել։ Այսօր խոսելու ենք այն մթերքների մասին, որոնք վերականգնում են մեր օրգանիզմը։ Գիտենք առողջ ապրելակերպի մեր հետաքրքիր տեսանյութը եւ վերադառնանք։ Այո։ Միջալոց սննդի հետ կապված պիտի նշենք, որ սեզոնը սկսել է հատկապես պահածոների, իսկ դա եւ լավ կողմ ունի եւ վատ կողմ ունի։ Մենք վատ կողմից այսօր կհասցնենք դեռ զրուցել, որովհետեւ որտեղ որ պահածոներ, այդտեղ բուտուլիզմ, հասկանանք թե ինչպես շրջանցել կամ ինչ անել, որպեսզի փաստի առաջ չկանգնենք։ Մի խոսքով մենք դեռ կգանք հասնենք մեր հյուրին, իսկ հիմա մեծ հյուրընկալվել է նորին մեծություն երաժշտությունը։ Նոր վիդեո ունի Ed Sheeran-ը իր YouTube-յան էջում, որ էլի ակտիվ է, էլի հղումներ կան արևելյան մշակույթի։ Հետաքրքիր է, չէ՞, որ տղան սառը բրիտանացի է, բայց կարողանում է տաքացնել մարդկանց սրտերը արևելյան մոտիվներով։ Բա սա Էդուարդ Շիրինյանն էր։ Ես քեզ առաջարկում եմ հիմա տաքանալ մի փոքր գովազդով եւ հետ վերադառնալ։ Լավ առաջարկ է, այո, գնացինք։ Գովազդ շանթի եթերում։ Ամառը արդեն սկսված է, դա նշանակում է, որ տանտիկինները սկսում են արդեն պատրաստվել ձմռանը եւ պահածոացնել միրգ եւ բանջարեղեն։ Որքան էլ մասնագետները պնդում են, որ գերադասելի է գործարանային արտադրանքը, տան պայմաններում անհրաժեշտ ջերմային մշակում չի ապահովում, միևնույն է տարվա ընթացքում բոտուլիզմի դեպքերը շատ են, ինչպես գիտենք, ավելի շատանում են։ Այո, մեր տաղավարում է Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։ Խոսելու ենք ամենամահացու սննդային թունավորումներից մեկից, ինչպես որ նշեց Նելին, բոտուլիզմից։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Եկեք մեր զրույցը այսպես բաժանենք երկու մասի։ Նախ հասկանանք ինչ է բոտուլիզմը, ինչպես այնպես անել, որ չհիվանդանանք, չթունավորվենք, եւ վերջապես թունավորման ժամանակ ինչ կարևոր քայլեր պիտի ձեռնարկել։ Սկսենք սկզբից։ Դրանից էլ առաջ, ինչ ստատիստիկա ունենք։ Նախ շնորհակալություն հրավերի համար, այո, վարվում է վիճակագրություն, ես ձեզ այսպես ասեմ, 2025 թվականի մինչև հունիսի մեկնկած ժամանակահատվածում արձանագրվել է 5 դեպք 6 տուժածով, նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար դեպքերը գրեթե չեն փոխվել, նախորդ տարի արձանագրվել է 4 դեպք, էլի 6 տուժածով, այսինքն մենք պարբերաբար, համարյա թե նույնն է, մենք պարբերաբար ունենում ենք բոտուլիզմի դեպքեր, որքան էլ մենք հորդորում ենք բոլոր հնարավոր լրատվամիջոցներով, սոցկայքերով եւ այլն հորդորում ենք, որ զերծ մնան պահածոյացումից, բայց ցավոք սրտի դեռևս նկատվում են այդ դեպքերը, բոտուլիզմի հիվանդությամբ արձանագրվում են հիվանդանոցներում դեպքեր։ Որ բանջարեղենների արդյունքում է։ Հիմնականում բանջարեղենները դրանք պոմիդոր, վարունգ եւ բիբար, որովհետեւ հողից վերցվող բանջարեղենները պահածոյացվող, որոնք որ աճում են անմիջապես հողի վրա, ռիսկի գործոնը դրանք են հանդիսանում, որովհետեւ բոտուլիզմի հարուցիչը գտնվելով հողում ինքը սպորավորվում է, Clostridium botulinum-ը եւ երկար ժամանակ կարող է պահպանվել հողում։ Բանջարեղենի միջոցով փոխանցվում է եւ ջերմային մշակման տնային պայմաններում ջերմային մշակման ենթարկելու ժամանակ հնարավոր չէ բոտուլիզմի հարուցիչը, այսպես ասած, վնասազերծ
նախաձեռնել։ Եվ հետևաբար պահածոների մեջ հայտնաբերվում է բոտուլիզմի հարուցիչ։ Սա միանշանակ տան պայմաններում պահածոյացրած ապրանքների արդյունքում է, չէ՞ եղել։ Այո, ճիշտ է, տան պայմաններում դեռևս չի արձանագրվել դեպ գործարանային պայմաններում պատրաստած պահածոներից, հաշվի առնելով գործարանային պայմանների պատրաստման առանձնահատկությունները, մասնավորապես ճնշումը եւ բարձր ջերմաստիճանը պահածոյացման ժամանակ։ Պարոն Գրիգորյան, ինչ է ստացվում, եթե տան պայմաններում միջև վերջ այդ հարուցիչը չի սպանվում, ապա պիտի թունավորումները համատարած լինեին։ Ինչու է այսպես քիչ թունավորումների դեպքերը։ Թունավորումները համատարած չեն կարող լինել, որովհետև բոտուլիզմի հարուցիչը համատարած չէ։ Բոտուլիզմի հարուցիչը որոշակի տեղերում է ի հայտ լինում եւ այսպես ասած ջերմային մշակումից առաջ բնականաբար մենք լվանում ենք սննդամթերքը եւ հոսող ջրով երկար լվանալու դեպքում դա եւս հանդիսանում է կանխարգելիչ միջոց բոտուլիզմի հարուցիչից։ Այսինքն այստեղ ունենք մենք իրավիճակ, երբ կամ թերի լվացման, կամ քիչ լվացման, կամ թերի մշակման արդյունքում առաջանում է բոտուլիզմ։ Դրա համար համատարած դեպքեր բարեբախտաբար չունեն։ Աչքի համար տեսանելի չէ այդ բոտուլիզմի առաջացումը, ինչ որ չի փոխում գույնը, չէ, պահածոյի, ինչ որ սպիտակ շերտեր չեն առաջանում, գրեթե չի երևում, պարզապես սկսում է օրգանիզմում այդ ամեն ինչը զարգանալ։ Այստեղ շատ կարևոր հարց տվեցիք, այստեղ շատ կարևոր է նշել, որ բոտուլիզմով վարակված սննդամթերքը հնարավոր չէ տարբերակել անզեն աչքով։ Համ, հոտ, որևէ արտաքին փոփոխության չի ենթարկվում։ Այսինքն մենք ուտում ենք սովորական համով սննդամթերք եւ չենք կարող արտաքինից տարբերակել սննդամթերքը վարակված է բոտուլիզմով թե ոչ։ Ենթադրենք մարդը ընդունեց սնունդը եւ հասկացավ, որ իրեն վատ է զգում, որն են հաջորդական քայլերը։ Ամենաառաջին եւ կարևոր քայլը դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Հաշվի առնելով, որ բոտուլիզմը ինքը հանդիսանում է բավականին վտանգավոր հիվանդություն, ինքնաբուժությունը այստեղ չի կարող, այսպես ասած, լավ ելք ունենալ։ Առաջին հերթին ախտանիշները առաջին հերթին սկսում է թուլությունից, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտներ, գլխացավեր, փսխումներ։ Եթե անցնում ենք մեկ փուլ ավել, արդեն սկսում է բոտուլիզմին բնորոշ կլինիկա, կոպի իջեցում, պտոս, բժշկական լեզվով ասած, որը որ բոտուլիզմին շատ բնորոշ է եւ սկսվում է ձայնի խռպոտություն եւ ռնգախոսություն, որը նույնպես բոտուլիզմին բնորոշ է։ Արդեն ավելի հաջորդ փուլ անցնելով մենք կարող ենք ունենալ արդեն իսկ կաթված վերջույթներում եւ մահ։ Բարեբախտաբար այստեղ իհարկե կարող է ունենալ, բարեբախտաբար այստեղ ես կարող եմ նշել, որ ի պատիվ մեր բժիշկների մենք այս վերջի տարիներին մահվան դեպք չենք ունեցել բոտուլիզմի, հաշվի առնելով, որ մենք բավականին լավ կարողանում ենք բուժել այդ հիվանդությունը, բայց ցանկալի չի հասնել բուժման process-ներին, որտեղ ընթացքը շատ դժվար է, հակաբոտուլինային շիճուկ եւ այլն։ Բոտուլիզմը առաջանում է փաստորեն միայն հողի հետ շփման տարբերակով, գիտեք ինչ եմ հարցնում, որովհետև տեսեք, մարդիկ իրենց մառաններում կամ իրենց պահեստներում ունեն պահածո, որը ենթադրենք 7 տարվա է կամ 10 տարվա է, այս դեպքում բոտուլիզմ առաջանում է, թե սա ուրիշ թունավորում է եւ պահածոյի ժամկետը որքան է առհասարակ տնային պայմաններում առհասարակ տնային պայմաններում պատրաստ պահածո խորհուրդ չի տրվում պատրաստել, ճիշտ է, առհասարակ սկսենք դրանից, իսկ եթե անցնենք ժամկետին, ապա տարբեր սննդամթերքի պահպանման ժամկետները տարբեր են, հաշվի առնելով դրանց պահածոյացման ձևերը, հաշվի առնելով սննդամթերքի տեսակը։ Դրա համար հստակ նշել որևէ պահածոյի ժամկետ այստեղ իրատեսական չէ։ Հայերը նաև շատ են որոշակի ներողություն, կան չէ որոշակի գոս ստանդարտներ, որոնցով շարժվում է, որ միջինացվածը 2 տարի է ոչ ավել։ Բնականաբար գոս ստանդարտներ կան, պահածոները միջինացվածը 1-ից 2 տարի է տրվում գոս ստանդարտներով, բայց այստեղ որ նշենք ժամկետներ, կարող է թյուրըմբռնման առաջացնել բնակչության մոտ, դրա համար ժամկետներ չեն նշում։ Մեր ազգաբնակչությունը նաև շատ է սիրում թթու դնել, թթու ուտել։ Էս էլ բոտուլիզմի հետ կարող է համեմատվել, թթուն էլ կարող է բոտուլիզմով թթունել կարող է բոտուլիզմի ռիսկի գործոն հանդիսանալ, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ պահածոյացված, թթված, թթու դրած վարունգից առաջացել է բոտուլիզմ։ Այ քեզ բան։ Մենք ունեցել ենք նաև նման դեպքեր եւ ոնց որ դուք նշեցիք, անդրադառնամ ձեր նախորդ հարցին, բոտուլիզմը ոչ միայն բանջարեղենից է լինում, տեսականորեն նկարագրված է մանկական բոտուլիզմ եւ նկարագրված են այս ներկայումս շատ լայն տարածում գտած, այսպես ասած, բոտեքսից առաջացող բոտուլիզմ, որովհետեւ ինքը եւս բոտուլոտոքսին է ներարկվում։
Բարեբախտաբար նորից ուզում եմ այստեղ նշել, որ որևէ մի դեպքում Հայաստանի Հանրապետությունում հատկապես վերջին տարիներին մահ չի գրանցվել, սա շատ կարևոր է, բայց խորհուրդ չի տրվում եւս մեկ անգամ կնշեմ։ Ինչ միջազգային փորձ ունենք մենք կիրառած, ինչ նոր մեթոդներ կան, թե բոտուլիզմի դեմ պայքարելու, թե հիվանդությունը կամ այդ թունավորումը բուժելու համար։ Այսպես ասեմ, հաշվի առնելով, որ դա վերաբերվում է մեր ազգաբնակչությանը, հետևաբար այստեղ միջազգային փորձ կիրառելը այդքան էլ ճիշտ չի, միջազգային փորձ կիրառվում է բուժման process-ում արդեն իսկ, դրա համար ես իմ խոսքում նշեցի պատիվ մեր բժիշկների, որոնք կարողանում են բավականին լավ բուժել բոտուլիզմը եւ դրա արդյունքում է, որ բոլոր դեպքերի վերջնարդյունքը լինում է առողջացում։ Իսկ միջազգային փորձը բնականաբար զերծ մնալ պահածոյացումից։ Տնային պայմաններում պահածոյացում չիրականացնել։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ բոտուլիզմից հետո, չգիտեմ, վերջույթների չզգալ կամ եթե ուշ են դիմել բժշկի, ինչ անդառնալի հետևանքներ կարող են լինել։ Նախ ասեմ ձեզ, ուշ դիմելը արդեն իսկ բարդացնում է բուժման process-ը եւ վերջարդյունքի վրա կարող է ազդել ուշ դիմելու process-ը, որովհետեւ ինչքան շուտ ներարկեն հակաբոտուլինային շիճուկը, այնքան հեշտ է լինում հետագա բուժումը եւ այնքան հեշտ է լինում հետագա ընթացքը։ Հետեւաբար, իսկ ուշ դիմելու կամ չդիմելու դեպքում արդեն ելքը անկանխատեսելի է, հաշմանդամությունից սկսած վերջացրած մահով կարող է լինել։ Մեծահասակներ եւ երեխաներ տարբերություն կա բոտուլիզմով հիվանդության։ Ոչ, տարբերություն չկա, որովհետև բոտուլիզմի հարուցիչը ազդում է եւ մեծահասակների օրգանիզմի վրա եւ երեխաների օրգանիզմի վրա։ Նույնաբար թե երեխաներին ավելի արագ, թե գիտեք բնականաբար երեխաները մի քիչ ավելի նրանց օրգանիզմի յուրահատկություն հաշվի առնելով նրանք ավելի խոցելի են, բայց միևնույն ժամանակ նույն ձևի նույն կլինիկան ունենում են եւ երեխաները եւ մեծերը։ Իսկ շիճուկը նախատեսված է եւ երեխաների եւ մեծերի համար։ Այո, միանշանակ շիճուկը նախատեսված է երկու դեպքում էլ հաշվի առնելով, որ դա ազդում է կոնկրետ բոտուլին տոքսինի բոտուլինոտոքսինի վրա, այսինքն բոտուլիզմից առաջացած թույնի վրա։ Պահածոների կարևորագույն բաղադրիչը նաև էսենցիա կոչվածն է։ Հայերեն ինչպես էսենցիա կլինի։ Քացախ, եթե չեմ սխալվում։ Սրա օգտագործողն ուրիշն է, էսենցիան ուրիշ է։ Մենք հասկացանք դու ինձ նկատես, վստահ եմ, որ հերոսատվողն Սրա այս նյութի օգտագործումը որքանով է կարևոր եւ որքանով է վնասում օրգանիզմին, բացի բոտուլիզմից իհարկե։ Կամ դրա շատերը ասում են այ էսենցիան շատ եմ տվել, հանգիստ կարող ես ուտել, ինքը սպանել է բոլոր մանրեները, հա։ Ես դες վստահեցնում եմ, որ էսենցիան չի կարող սպանել բոտուլիզմի հարուցիչին, որովհետև ինքը բավականին լուրջ հարուցիչ է եւ էսենցիայով կանխարգելելը բոտուլիզմը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է օրգանիզմին, ցանկացած նյութի չարաշահում օրգանիզմի համար կարող է ունենալ իր վնասակար ազդեցությունը։ Խոսենք նաև սառեցված բանջարեղենի մասին, հա, այս սառեցված բանջարեղենի պարագայում կա այս հիվանդությունը, այսինքն կարող է լինել թե ոչ, եւ որ դեպքում է, որ անվտանգ է օգտագործել սառեցված բանջարեղեն։ Բանջարեղենը սառեցնելու ժամանակ մենք չենք կարողանում հասնել այնպիսի ջերմաշճանի, որպեսզի սառցանային պայմաններում մենք վերացնենք բոտուլիզմի հարուցիչը։ Այսինքն սառեցման մեր տնային պայմաններում սառեցրած բանջարեղենը, որը հետագայում ջերմային մշակման չեն ենթարկում եւ այդպես ենք օգտագործում, դա նույնպես ռիսկի գործոն է հանդիսանում, որովհետև մեր տնային պայմաններում ունեցած սառցարաններն, այսպես ասած, չեն հասցնում այն ջերմաշճանին, որը որ բոտուլիզմի հարուցիչը կարող է վնասազերծել։ Բայց կա նման մինուս 40 ջերմաշճան տանք արդեն հնարավոր է մինուս 40։ Այսինքն 1200 ջերմաստիճանի պայմաններում ճնշման տակ հարուցիչը իսկար վերանում է եւ մինուս 40-ի պայմաններում մինուս 40-ի պայմաններում նոր հարուցիչը վերանում է։ Բայց ես խորհուրդ չէի տա եւս մեկ անգամ կուզենայի նշել օգտվելով առիթից, ես խորհուրդ չէի տա դիմենք նման քայլերի տնային պայմաններում։ Այսինքն նորից պետք է գնել գործարանային միանշանակ գործարանային ճիշտ եղանակով պատրաստված բանջարեղեն, կլինի սառեցում, թե կլինի պատրաստում, լինի գործարանային պայմաններում։ Հողի հետ շփման հիմնական հողից դուրս եկած բանջարեղենների եւ մրգերի մասին է խոսքը, որ առաջանում է բոտուլիզմ, այսինքն ծառերից քիչ հավանական է։ Ծառերից քիչ հավանական է, հաշվի առնելով, որ բոտուլիզմի սպորները հիմնականում ապրում են հողում։ Եվ դրանք առաջանում են, երբ որ սխալ ջերմային ռեժիմ են անցնում, ինչու եմ հարցնում, որովհետեւ ձմերուկ եւ
սեխի սեզոնը կամաց սկսում, նրանց վերցնում են միանգամից հողից։ Սա էլ բոտուլիզմի նախանշան կարող է լինել, թե սա ուրիշ թունավորում է։ Սա բոտուլիզմի նախանշան քիչ հավանական է, որովհետև սովորաբար մենք չենք օգտվում ձմերուկի կեղևային հատվածից, օգտվում ենք ձմերուկի միջին հատվածից, իսկ բոտուլիզմը չի թափանցում միջին հատված։ Բայց շատերը գիտեք, ձմերուկի թթու են դնում, որը կրկին գալիս է դեպի բոտուլիզմի։ Այդ արդեն ռիսկային է։ Այդ արդեն ռիսկի գործոն կարող է հանդիսանալ, որովհետև ինքը ոչ ճիշտ մշակման արդյունքում կարող է բոտուլոտոքսին իր հետ բերել մեր օրգանիզմ։ Տեսեք, մենք ոչ միայն սեզոնային այսքան ժամանակահատվածում փորձում ենք ազգաբնակչությանը հորդորել, տեղեկացնել, հանրահռչակել, որ չի կարելի անել, բայց ամեն դեպքում պահածոներ կրկին փակվում են եւ փակվում են մեծ տեմպով եւ մենք ելի ունենում ենք այս գրեթե նույն ցուցանիշը, ինչ անցած տարի այս ժամանակահատվածում։ Լավ, ինչ եք մտածում, ինչ պիտի անենք, որ մենք գանք դեպի քիչ բոտուլիզմով հիմա թունավորումների։ Ես կարծում եմ, որ մենք պիտի ամենը մեր ենթագիտակցությունը բարձրացնենք եւ հնարավորինս խուսափենք պահածոյացումից։ Ինչ վերաբերվում է որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել, այսինքն ես իրատեսական չեմ տեսնում, որ մենք կարողանանք ամեն անհատի իր տանը ստիպենք, որ պահածոյացում չանի։ Մենք ուղղակի պիտի աշխատենք ենթագիտակցության վրա եւ մարդկանց հասցնենք այն մակարդակին, որպեսզի իրենք հասկանան, որ դա շատ լուրջ ռիսկի գործոն է հանդիսանում։ Ընդհանրապես դա, որովհետեւ անհատական տնային պայմաններում ազդել մարդու գործունեության վրա հնարավոր Միջև հարցը կհնչի, ջեմերից էլ կարող են լինել այդպես, չգիտեմ։ Ջեմերից էլ կարող է լինել, բայց քիչ հավանական է, որովհետև հիմնականում ջեմերը լինում են գործարանային պայմաններում, հիմնականում ջեմերը ջերմային մշակման են ենթարկում մինչև փակելը, այսինքն լավ եռացնում ենք, եփման ենք ընթացքում, եփում ենք, լավ եռացնում ենք, որպեսզի իրան ստանանք մենք ջեմ։ Լավ, խոսենք մի փոքր նաև այլ աղիքային վարակների մասին, որոնք որ առկա են այս ժամանակահատվածում ավելի շատ բանջարեղենից, միգուցե մրգից, էլ ինչ վարակներ կան, որոնցից պետք է մի փոքր զգուշ լինենք։ Ընդհանրապես ներկայիս ժամանակահատվածում աղիքային վարակները հիմնականում սննդամթերքի ոչ ճիշտ պահպանումից եւ օգտագործումից է առաջանում։ Հարկ է նշել այստեղ, որ ամռան սեզոն է եւ մենք բոլորս հանգստյան օրերին մանավանդ փորձում ենք կտրվել քաղաքի աղմուկից, գնալ դեպի կանաչ միջավայր, գնալ մեր գեղեցիկ բնություն եւ այնտեղ մենք օգտագործում ենք սննդամթերք, որը որ շատ հնարավոր է մենք ոչ ճիշտ ենք պահպանում, այսինքն թեկուզ ճանապարհահատվածը, որ հասցնում ենք մինչեւ մեր նշված վայր կամ այնտեղ ոչ ճիշտ ջերմային մշակումը, լվանալը, մաքրելը, այստեղ կարող ենք մենք աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոններ ունենալ։ Այ շատ լավ բան ասացիք, պարոն Գրիգորյան, որովհետեւ շատ ենք հանդիպում, երբ գնում են, այսպես ասած, քաղաքից դուրս, ձմերուկները դնում են գետի մեջ, որպեսզի իբրև թե սառը մնան դրանք եւ հանում են միանգամից կտրում են, որը որ ամենասխալն է, որովհետեւ գետի ջուրը այնպես չի, որ մաքուր է եւ կարելի է տեղից խմել եւ ձմերուկն էլ մի վատ հատկություն ունի, մազմզուկներով է շատ եւ մի թունավորումը կամ մի կտրվածը հնարավոր է ամբողջ ձմերուկը թունավորել։ Ինչ պրակտիկ խորհուրդներ կան այս սեզոնի համար։ Այս սեզոնի համար ուրեմն նախ անդրադառնանք մեր թեմային բոտուլիզմով եւս մեկ անգամ ուզում եմ առիթն օգտագործելով նշել, որ զերծ մնան մեր ազգաբնակչությունը պահածոյացումից, օգտագործեն միայն ջերմային գործարանային պայմաններում պատրաստված պահածոներ, իսկ մեր կողմից պատրաստված պահածոները օգտագործելուց առաջ գոնե 15-ից 20 րոպե ջերմային մշակման ենթարկել, եռացնել, սա եւս մեկ կանխարգելիչ միջոց է։ Իսկ առհասարակ այս սեզոնին մեր ազգաբնակչությունը կուզենա ցանկանայի հորդորել, որպեսզի հնարավորինս խուսափեն արևի տակ գտնվելուց, հնարավորինս խուսափեն արևի տակ գտնվող սննդամթերքի օգտագործումից եւ հնարավորինս պահպանեն ճիշտ պայմանները սննդամթերքի։ Որովհետեւ ամառ է, որովհետեւ շոկ է, իսկ շոկը գալիս է դեպի դրան, այո։ Շատ կարևոր է։ Կամ պահպաններ, որոնք վաճառում են քաղաքում տարբեր կետերում։ Արդյոք սա էլ ինչ որ մի խնդիր կարող է առաջացնել։ Չէ՞ որ վարկանական այսպես լցնում են պահպանները, նորից խոսքը չի գնում գործարանային արտադրության պահպանների մասին։ Թեկուզ եւ գործարանային պայմաններում են արտադրվող պահպանների մի ամբողջ ցանկ հրապարակեցին, որտեղ կային աղիքային սուպիկ առաջացնող ինչ-որ բակտերիաներ։ Ճիշտ է, այս վերջերս ցանկը հրապարակվեց սննդի տեսչական մարմնի կողմից իրականացվող գործընթացի շրջանակներում ցանկը հրապարակվեց եւ նշվեցին որոշակի պահպանքի տեսակներ, որոնք աղիքային սուպիկ էին պարունակում։ Բարեբախտաբար մենք չունեցանք թունավորման դեպքեր պահպաններից չարձանագրվեց
Իսկ ինչ վերաբերվում է ձեր կողմից բարձրացված նշված հարցին, որ պաղպաղակները փողոցում լցնում են եւ այլն, այսպես ասեմ, փողոցում պատրաստվող սննդամթերքը առհասարակ կլինի պաղպաղակ, թե ցանկացած այլ սննդամթերք, փողոցում պատրաստվող սննդամթերքը միշտ ռիսկի գործոն է հանդիսանում մեր օրգանիզմի համար, որովհետեւ մենք չենք կարողանում պահպանել, այսպես ասած, ստերիլ միջավայր, մենք չենք կարողանում պահպանել սննդամթերքի պահպանման համար պահանջվող առանձնահատկությունները եւ մենք միշտ ռիսկի գործոն ենք տեսնում տվյալ միջավայրում։ Հեռու չգնանք, կորոնավիրուսը ամբողջ մի երկիր մոլորակ փակեց, որովհետեւ փողոցից գնված չխչիկ էր, կերան եւ տեսեք թե հետևանքը ինչ եղավ։ Ինչո՞ մեկը կերավ եւ մենք բոլորս տեսանք թե հետևանքը ինչ եղավ։ Այդպես էլ եղավ։ Շնորհակալություն հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն ՊՕԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանն էր մեր տաղավարում եւ նա եւ մենք կրկին անգամ հորդորում ենք, որ զերծ մնացեք տնային պայմաններում պատրաստելուց, փորձանքը մի անգամ արեն ժողովուրդ, այնպես որ զգույշ եղեք։ Իսկ ես առաջարկում գնանք դիտենք Գովազդ եւ վերադառնանք Գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք ձեզ կրկին ասենք բարի լույս, հիշեցնենք այսօր ուրբաթ է, այն էլ ուրբաթ 13-ն է այսօր, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև միշտ կարելի է գետին հակառակ լողալ, ինչպես աշխարհի բոլոր ձկները։ Եվ պետք չէ սովորաբար այսպես կենտրոնանալ ինչ-որ ավանդույթների եւ սովորույթների վրա, քանի որ միշտ չէ որ այն իրականացվում է։ Երևի լավ, ուրիշ բառեր մոռացա այդ բառը, սնահավատության վրա, Սնահավատություն, այո։ Դե ինչ, ֆենոմենների պատմությունները, ֆենոմենալ մարդկանց պատմությունները միշտ են հետաքրքիր եղել բոլոր ժամանակներում, անկախ ուրբաթ 13 է, թե չորեքշաբթի 14-ը։ Եկեք իրար հետ գնանք եւ մեզ համար էլ թող բացահայտում լինի, թե ում ենք մենք այսօր բացահայտելու, ինչ ֆենոմենալ մարդու։ Բոլոր ֆենոմենալ մարդկանց մի կարևոր որակ է կապում՝ քաջությունը։ Նա խիզախել է առաջին քայլը անելու երկար ճանապարհի։ Եվ եթե առաջին քայլը չանես, երկար ճանապարհը այդպես էլ կմնա երկար ճանապարհ։ Եթե չես հաջողում, գոնե կասես ես առաջին քայլն արեցի, չստացվեց։ Գոնե առաջի քայլի ձևը գիտես, երկրորդն էլ կանես նույն կերպ, ինչը ինֆորմացիա կլինի սխալից հետո թե ոնց չպիտի անես։ Դժվար էր։ Դժվար էր, բայց դու կարողացար։ Ես առաջարկում եմ լսեք մի լավ երաժշտություն, դու էլ կհանգստանաս այս ընթացքում։ Սա Սերժ Թանկյանն էր, իսկ նրանից հետո Գովազդ գնալը եւ հյուրին ընդունելը, սա մեր բնականon ընթացքն է լինելու։ Գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք սիրելի բարեկամներ, 2025 թվականին մայիսին Հայաստանը ներկայացավ Ինդոնեզիա Fashion Week 2025-ի հեղինակավոր միջազգային հարթակում, դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցը եւ հատուկ հյուրը, իսկ հայկական կողմը ներկայացնում էին 3 բրենդ ստեղծված Տերյան մշակութային կենտրոնի կողմից։ Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանն է մեր այսօրվա հյուրը։ Լիլիթ ջան, ողջույն։ Ողջույն, Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ հետ եք, հետևողական ենք շատ ձեր էջին եւ շատ հաճախ ենք տեսնում, որ տարվա գրեթե մեծամասնությունը այստեղ չեք եւ ամեն անգամ մի միջոցառումից մեկնում եք մյուս միջոցառում հայկական տարազը, հայկական արտը պահելու, պահպանելու եւ ներկայացնելու համար։ Խոսենք Ինդոնեզիայից։ Շատ շնորհակալություն, որ ինձ հրավիրել եք եւ անդրադարձել եք այս բարդ ճանապարհորդությանը, որտեղ իրականում մեծ պատասխանատվություն է, երբ դու գնում ես երկիր ներկայացնելու ու քո ներկայացնելու գործիքը քո ստեղծած հագուստներն են եւ որ դու պետքա քո հավաքածուներով կարողանաս ցույց տաս քո ազգի շունչը, դա լինի գրագետ, դա լինի մետաղական իրերով լի, դա արհեստի գործերով տարված տաղավար ունենաս, խոսես տարբեր լեզուներով, անես ինչ որ, այսինքն այս Ինդոնեզիան հենց այդպիսինն էր, որովհետև մեր հրավերը կազմակերպված էր դեսպանության կողմից եւ դեսպանի Տիկին Աննան ինքը արդեն ուներ իր կողմից նախագծած բացի Fashion Week-ից միջոցառումներ, ու մենք ապրում էինք մի հատ sense
գրաֆիկով մենք առավոտյան նորաձևության ոլորտի հետ էինք առնչվում, երեկոյան ժամերին մենք շփվում ենք տարբեր անվանի կանանց հետ, որոնք որ գալիս էին մեր հետ ինչ-որ շփումների, workshop-երի, մենք գնում էինք միջազգային ընդունելությունների, շատ խիտ մի շաբաթ էր եւ իմ հետ էին երկու երիտասարդ աղջիկ, որոնց համարձակություն ունեցանք, բացի նրանից, որ ստեղծեցինք իրենց համար, իրենց հետ, իրենց բրենդները, նաեւ դառնալով արդեն ոնց էր նորաձևության տուն, այսինքն տարազարդ տարերևս բրենդ չենք դիտարկում, այլ նորաձևության տուն ենք որպես դիտարկում, որտեղ նոր անուններ ենք դաստիարակելու եւ կապելու ենք մեր նորաձևության պալատի հետ, որպեսզի նոր անունները տանք, որոնք որ հայկական նորաձևությամբ են հենց զբաղվելու, ինչ էինք մենք անում։ Մենք ունեինք նորաձևության շաբաթին ներկայանալու մեր բացումը հենց մեզանով էր, այսինքն իմ համար շատ կարևոր էր, որ բացումը հայկական դիլեգացիայի կողմից է, որ նստած է մեր դեսպանը, որ բարձրաձայնում են Հայաստանի անունը։ Ու գիտեք, Ինդոնեզիա, մեկ չեմ հայերը Ինդոնեզիա, որ ասում են, պատկերացնում են Բալի գնալ հանգստանալ եւ այլն, բայց այդ մի հատ sense աշխարհի ամենամեծ մուսուլմանական երկիրն է, մեծ մայրաքաղաք, որտեղ որ պրոբկան, այն պրոբկան չի, որ մենք ստեղ ունենք, այդ դու ինչ-որ ժամերով մի կետում գանված ես 30 միլիոն մարդ մի քաղաքում անհավանական մեծ երկնաքեր էր, բայց կողքը նաև աղքատություն, շատ հետաքրքիր բնություն ու դու վազում ես այդ ազգերի մեջ, որտեղ այնտեղ բազմազգ մի երկիր է, որտեղ որ դու պետք է կարողանաս քո հայ լինելը, քրիստոնյա լինելը, հագուստիդ գեղեցկությունը, ձեռարվեստը ցույց տաս այնպես, որ քեզանով հիանան, մեզանով իրոք հիացան, որտեղ ես իսկապես հասկանում եմ, որ ձեռագործ աշխատանքը աշխարհում գնահատվող մի բան է եւ ինչն է շատ կարևոր, որ մենք հայտնվել ենք մետաքսի նկարազարդման կետում ամենակարևոր, որտեղ բացիկը իրանցից է առաջացել ու մենք իրանց հետ մրցում էինք։ Մենք ցույց էինք տալի մեր ձեռարվեստը իրանց ձեռարվեստի հետ միասին, մենք իրանց թանգարանում ունեցանք օր, որտեղ որ միասին նկարեցինք բացիկի մասնագետը իրանց ու ես ինչ որ բաներ էինք անում, մի խոսքով շատ հետաքրքիր էր։ Այ միջայլոց մենք ավենք հիմա մի քանի նկարներ, ֆոտոներ տեսնել, մեկնաբանել, այո, Լիլիթ դե ինչ է եղել, ոնց եղել, արդեն սա բացման օրն է, հա։ Երևի սա Այո, սա հենց բացման պահն է, երբ որ առաջինը հենց մենք էինք, հենց հայերով բացվեց, այսպես ասած, տարազներով, ոնց որ ես սիրում եմ, հա, սկզբից ցույց տանք մի հատ մեր ավանդականը, հետո անցնենք նորաձևությանը, որովհետև ավանդականը ավելի շատ պատկերավոր է։ Չկար մարդ, ով որ դիզայներ էր, եւ չմոտեցավ, որպեսզի նայի մոտիկից մեր տարազները, բոլորին հետաքրքրում էր արդյոք այս ամենը ձեռքի աշխատանք է եւ ովքեր են կրում, սա էլ ասել, հայհիներ են, թե ոչ, իհարկե ոչ, կրում են իրանց գեղեցկուհիները, որ ես գիտեք, ես ունեցել եմ փորձառություն ուրիշ ազգերի վրա նորաձևության շաբաթներում ցույց տալու մեր հագուստները, բայց սա էլ մի նոր, երբ որ ես Չինաստանում առաջին անգամ չինացի մոդելներին տարած հագցրեցի, իմ համար այդ ինչ որ մի հատ շքեղ փառահեղ զգացողություն էր, երբ որ օտար ազգը կրում է քոնը ու իրան դուր է գալիս, բայց հիմա մենք ունենք մոդելներ, որոնք այդքան էլ բարձրահասակ չէին, այսինքն մեր 1.80 պատկերացումը չկար ու ես մտածում էի ոնց եմ ես գեղեցկուհիների վրա հարմարացնելու էս մեր sense fashion բարձր շորերը եւ այլն ու պատկերացեք որ իրանք ինչ-որ 5 րոպեում դառան տենց բարձրահասակ աղջիկներ ֆանտաստիկ ոտնամաններ էին հագնում իրոք ֆանտաստիկ ես նմանը չեմ տեսել ու շատ արհեստավարժ էին շատ այնպեսի պատրաստված էր այդ բեմը ահռելի մեծ բեմ բեմի ետևում դու տեսնում ես այդ ետնամասի աշխատանքները, հա, ասենք դուք էլ հաստատ գիտեք ինչ ենք անում մենք բեմում, այնքան կազմակերպված էին, շատ հանգիստ, շատ խաղաղ, երբ որ մենք իրանց հետ on-line զրույցների մեջ ենք, մենք ունենում ենք տենց on-line հանդիպումներ միջև հասնելը Ինդոնեզիա, իսկ մեր այս մարդիկ չեն կարող լուրջ բան կազմակերպել, դու շատ դանդաղ, ամեն ինչը սենց ինչ որ դինջ մեր նման վազվզելով չեն անում, բայց գիտեք, այնքան կազմակերպված էր ու ես հասկանում եմ, որ խաղաղությունը շատ կարևոր մի բան է։ Շատ տարբեր միջոցառումներ են եղել Լիլիթ Ինդոնեզիայում, փորձենք բոլորը սպառել էլի, որովհետև ինձ համար նախ շատ հետաքրքիր էր հայկական քվիզերի մասին, որովհետև ինչ որ այդպես ինտերակտիվ հավես պահ ա եղել, որտեղ որ նաև նվերներ եք տվել հայկական էլեմենտներով։ Սա ինչ էր, ովքեր էին մասնակցում, ինչ իմացան մեր մասին։
Ուրեմն Տիկին Աննան, մեր դեսպանի կինը, ինքը ունի իրականում ես ասեմ, որ ես շատ եմ հավանում, թե ինչպես են պահում օտարազգերում դեսպանների կանայք իրանց։ Դեսպանի կինը միշտ հրավիրում է իր կողքը բոլոր պաշտոնյա կանանց, երկրի դեսպանների կանանց, կարևոր կանանց, հավաքում է իր կողքը եւ կապում է ինչ-որ մի կերպ, հա, մարդիկ կան, ես տարբեր երկրներում եմ արդեն դեսպանների կանանց միջոցառումներին գնացել, տեսել եմ, մարդիկ կան խոհանոցով են հրապուրում, այսինքն ինչ-որ խոհարարական հանդիպումներ են անում, հիմա մեր Աննան մշակութային էր կազմակերպել մեր հավաքը, իհարկե կար անխոս կար նաև հյուրասիրություն, մեր հայկական ավանդական ուտեստը եւ այլն, մենք ամեն ինչ ունեինք այնտեղ, բայց մենք հավաքվել էինք մետաքսի նկարասարդման շուրջ, որտեղ ուզում էինք ցույց տանք, թե բացիկի հայրենիքում բացիկ անում ենք մենք ու իրանք ինչ տարբերություններ կա եւ այլն, ու իհարկե դրա շուրջ մտածել ենք մի ամբողջ օր կազմակերպեինք, իրականում Տիկին Աննան էր կազմակերպիչը, բայց ես էլ ոնց որ իմ մտահղացումներն էի բերել, իմ հետ բերել էի իմ պատրաստված նախապես արդեն պատրաստված կտորները եւ այլն, Աննան այնտեղ նախապատրաստել էր ինչ շրջանակների մեջ ենք նկարել, որ սենց ամեն ինչը շատ պատշաճ մակարդակիլներ, դեսպանության մեջ էր մեր հանդիպումը եւ վերջի վարքյանին որոշեցինք, որ քանի որ իրանք հիմա պատրաստվում են գան Հայաստան, սեպտեմբերին մենք ունենալու ենք այցը, պատասխան այցը մոտ 30-ին գալիս է Հայաստան Ինդոնեզիայից եւ իրանք ոչ միայն Ինդոնեզիայի մարդիկ են, հա, այսինքն իրանք տանդեղ աշխատող դեսպանների կանայք են, կարևոր կանայք են եւ այլն։ Գալիս են Հայաստան, մենք ինչ արեցինք, Աստված առաջ իհարկե, ամեն օր երկրագնդում մի բան է փոխում։ Մենք որոշեցինք ինչ իրանց նախապատրաստենք, թե դուք ուր եք գալիս, ինչ է նշանակում մեր համար մեր սիրելի սարը, մեր խմիչքը, մեր պտուղը, հարցեր ենք պատրաստել, որ իրանք այդ հարցերին պատասխանեն, անձնավորի մասին բնականաբար բոլորը գիտեին, մի քիչ Փարաջանով գիտեին, այսինքն հարցեր ենք նախապատրաստել, որ իրանք խոսացնենք, համ էլ հետաքրքրություն առաջացնենք, թե Հայաստանում ինչն է կարևոր տեսնել, ովքեր են Հայաստանը կարևորում, Արամ Խաչատրյանին դե բոլոր ազգերն են ճանաչում, այդտենց ինչ որ տենց Ինդոնեզիան բացառություն չէր, էլի, հա։ Ամենակարևոր հայ բոլորի համար միևնույնն է Արամ Խաչատրյանն է, բոլորը իրան ճանաչում են, ստեղծագործություններից հարցեր տվեցինք, հա մեր համար է շատ հետաքրքիր, թե ինչպես են մեզ ճանաչում, ու ասեմ, որ հետ սովետական շրջանի պետությունները, օրինակ Ուզբեկստան, Ղրղըզստան, հա, իրանք միանշանակ իհարկե շատ ավելին գիտեն մեր մասին, քան մնացած ազգերը, որ օրինակ քարտեզի վրա առաջի անգամ էին вообще հասկանում Հայաստանը որտեղ է, ու որ առանձնապես մեր մասին ոչ մի բան չգիտեին։ Այսօր ես մի հատ հայտ էի լրացնում եւ լրացնում էի կակրաս ինչ է տվել մեզ այս ինչով էր կարևոր մեր համար եւ ինչի նման այցերը կարևոր են։ Ասեմ, որ գնալ նման երկիր, որտեղ որ ստրատեգիկ հարաբերությունները կարծում շատ կարևոր է, որովհետեւ աշխարհի ամենամեծ մուսուլմանական պետությունն է, որտեղ որ բարի մուսուլմանություն, այսինքն չկա տենց ագրեսիա չկա եւ շատ բարի մարդիկ են, շատ չափազանց բարի վերաբերմունք, բոլոր ազգերը իրար հետ միասին ապրում են մեկ պետության մեջ, որտեղ կա երկրաշարժ, որը ես զգում բացարձակ, որտեղ կա բնություն, որը հարգվում է, որտեղ կան բազմաթիվ կրոններ, որոնք մի տանիքում են իրար հետ, իրանց ծեսերն են հարգվում, ավանդույթներն են ճանաչվում, այնպիսի կղզիներ են, որտեղ ամեն մեկը մի ծես ունի ու դրա մասին պատմվում է մեկ մեծ այգում, մեր համար շատ սովորելու բան կար, որտեղ ես տեսնում էի, թե ինչպես կարելի է մեր երկիրը շենացնել եւ ինչպես հարգել բնությունը, վերաբերվել բնությանը, ինչեր կարելի է կազմակերպել Հայաստանում, ինչպես հրավիրել օտար ազգեր դեպի մեր նորաձևության շաբաթ, ինչպիսի ծավալով վերաբերվել այդ նորաձևության շաբաթներին, ինչքան հարգել արվեստագետներին, որտեղ մենք ընկել էինք մի երկիր, որտեղ մարդը կամ նկարիչ էր, կամ հագուստ կարող, ասենք պատկերացնեք, ամբողջ ազգը կամ նկարում է, կամ հագուստ է կարում։ Եւ կարողանում է դրանով ապրել իհարկե։ Այո, եւ ոչ թե ապրում, այլ դա է իր հիմնական եկամտի աղբյուրը։ Միայն եկամուտը չի, դա իր գրավչականությունն է, այսինքն մարդիկ գնում են Ինդոնեզիա ոչ թե որտեղ Բալին է այնտեղ գտնվում ու այտենց հրաշք բնություն է, Կոմոդո կղզին է ու այդ մեծ ահռելի կենդանիներն են, այլ որովհետև այդտեղ մշակութային երկիր է եւ մարդիկ բոլորը նկարել գիտեն, բոլորը նկարում են, իրանց համար տեքստիլ նկարազարդումը այդ իրանց
չկա մարդ, ով դա չի անում։ Դե կան շատ լավ վարպետներ ու բոլորը մնացածը։ Հիմա երբ սեպտեմբերին նրանք հետ գան Հայաստան, հետ գան, չէ՞։ Նրանք գան Հայաստան։ Ինչ է սպասում այստեղ, կրկին ինչ-որ fashion week-ը, ինչ-որ առանձին այց ունենանք այստեղ։ Սա արդեն Այվայի կազմակերպածն է, այսինքն ոնց աշխարհի կանանց միությունն է, որոնք որ ինտեգրում են կանանց իրանց միության մեջ, տարբեր այցեր են ունենում տարբեր երկրներ, կանայք հանուն կանանց, կանայք հանուն խաղաղության, կանայք հանուն արվեստի, սենց տարբեր ծրագրեր են։ Ես իրանցից մեկը չեմ, բայց ես իրանց ճանաչող մեկն եմ եւ իրանց հետ աշխատող մեկն եմ։ Ինչու իրանցից մեկը չեմ, որտեղ ես բազմաթիվ այլ կառույցներում եմ, արդեն էլ չեմ ուզում ոչ մի հատ մի նոր տեղ ինտեգրվեմ, այլ ուզում եմ հյուրընկալեմ իրանց։ Գալիս են զուտ, որտեղ ճանաչողական այց է Հայաստանը, հետաքրքիր է բոլորի համար։ Հայաստանը երկիր է, որի մասին բոլորը ուզում են մի բան տեսնեն, լսեն, իմանան։ Լիլիթ, այս այցերը պետական մակարդակով են իրականացվում։ Այս այցերը կազմակերպված էր դեսպանության կողմից եւ պետական հովանու ներքո էր, ինչու որովհետեւ ոչ միայն պետական, այլ նաեւ բարեգործական հիմնադրամների, որովհետև Տերամշակութային կենտրոնը հասարակական կառույց է, որը իր դրամը ստեղծում է եւ մենք համագործակցում ենք գրեթե բոլորի հետ, որովհետև մեզ բոլորի օգնությունը պետք է որ մենք այս ծավալով կարողանանք հայկական մշակույթը տարածել։ Այո, ի վերջո, եթե դու առանց պետության հովանու ներքո գնում ես պետության անունից խոսալը, մի քիչ ճիշտ չի, որովհետև դու ազգ ես ներկայացնում, դու ավանդական հագուստ ես ներկայացնում, մեր ճանապարհորդությունը հովանավորվում էր մշակույթի նախարարության կողմից եւ Հովնանյան հիմնադրամի կողմից, որտեղ այդ բավականին ծավալուն եւ ծանր երկիր էր գնալ այդքան հագուստ անել, ներկայացնել։ Մեծ քանակությամբ իրերով մենք տաղավար էինք ամբողջովին ներկայացնում ամբողջ մեկ շաբաթ, այսինքն դու այնպես չի որ մի ճամպրուկ վերցրեցիր, տոմսը տարար վիզերով ու ինչ որ 50 եվրոյով գնացիր։ Մեծ գրեթե ժամանակ չմնաց, չեն կարող չհարցնել ապագա պլանների մասին, իսկ ապագան այսօր է բառի բուն իմաստով, որտեղ Լիլիթը այստեղ է, բայց պատվիրակությունը Տերամշակութային կենտրոնի թռավ Վիեննա, օրինակ, հա։ Վենետիկ։ Վենետիկ։ Այո, այսօրվանից մենք Վենետիկում ենք, 2 ժամ հետո մեր ցուցադրությունն է Վենետիկում կազմակերպված fashion show-ի ժամանակ եւ կտևի 2 ցուցադրություն ենք ունենալու եւ 1 թանգարանային հագուստ թողելու ենք Վենետիկի թանգարանում, հատուկ մշակել ենք հագուստը, որ ամբողջովին լինի ձեռքով պատրաստված, կարին երզրում տարածն ենք թողում եւ կարծում եմ, որ դա մեծ արձագանք կունենա, որովհետեւ ասում եմ, ինչքան որ ես եմ տեսնում, ձեռարվեստը աշխարհում մեծ արձագանք է առաջացնում եւ այս կարին երզրումը, որ պատրաստել ենք, հատուկ մտածված մի քանի ամիս աշխատել ենք, որ Վենետիկի թանգարանում պատշաճ մակարդակով ներկայանանք։ Այսօր ես ֆիզիկապես էլ չեմ հասցնում բոլոր մեր ցուցահանդեսներին լինել, որտեղ մենք ամսի 20-ից արդեն Ֆրանսիայում ներկայանալու ենք 2 հավաքածուներով տարազներ ենք առանցին ցուցադրելու, հետո անմիջապես հետո Շարլ Ազնավուրին նվիրված մեր հավաքածուն, որը պատրաստել ենք ֆրանսիացի նկարչի հետ միասին, Քրիստինան Մկրտչյան նկարել է։ Ես իր նկարները արտացոլել եմ իմ զգեստների մեջ, ստացել ենք երկխոսություն, 2 արվեստագետի վերաբերմունքը, 3-րդ ավելի կարևոր արվեստագետի անցած ճանապարհին, հա, մենք ընդհանրապես չենք օգտագործել ոչինչ, ինչ ստեղծել է Ազնավուրը, մենք ազդվել ենք իր արվեստով եւ ստեղծել ենք մերը, դա ենք ցուցադրելու եւ ամսի 24-ին նկարիչների միությունում իմ անհատական ցուցահանդեսն է, որտեղ ես շատ երկար տարիներ որպես նկարչուհի չեմ ցուցադրվել եւ անգամ մեկ-մեկ մարդիկ այնքան շատ են ինձ ճանաչում որպես Տերյան կենտրոնի ղեկավար, որ անկարծ տեսնում են ինձ նկարիչ ես, Երբ լինելու բանը ցուցադրությունը հունիսի 24-ին մենք անպայման կգանք Լիլիթ, ես ստահ եմ իհարկե որ դուք մեզ կհրավիրեք, բայց առանց հրավերքի մենք կգանք, որտեղ մեզ էլ է շատ հետաքրքիր։ Ինքը նկարիչների միությունում ոչ միայն նկարների ցուցահանդես, այլ նաև մի փոքրիկ հագուստի ցուցադրություն, որտեղ ես իմ նկարները ստեղծելուց Լիլիթ Մելիքյանը կփոխվի։ Իսկ քայլող մարդիկ լինելու են իհարկե քայլող գեղեցկուհիներ լինելու են ցուցահանդեսի դեպքում գեղեցկուհիներ Օրագիրը կինը,
այսինքն կանանց նվիրված ցուցահանդես է։ Լիլիթը կնամեծար է։ Այո։ Դե մարտից ապրիլ այս ամիսը տարին 12 ամիս է, բոլոր կնամեծար տղամարդկանց համար սա միանշանակ է, իսկ հունիսի 24-ից, խնդրեմ նկարիչների միությունում, չէ՞։ Այո։ Համեցեք Լիլիթ Մելիքյանին, եթե չգիտեք, որ նկարում է, որպես նկարչուհի բացահայտելուն։ Լիլիթ, միայն շնորհակալություն կարող ենք ասել, որ այս ամբողջ ընթացքում հայկականությունը, հայի մասին ամեն ինչը տարածում եք։ Ամեն իրավիճակի մեջ ելքը գտնում եք հայկական մշակույթը տարածելու։ Սա շատ կարևոր է։ Ինչ ասենք, Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանն է մեր տաղավարում, նորանոր հաջողություններ, ամեն անգամ երբ Լիլիթը այստեղ է, ուրեմն մի լավ բան կամ տեղի ունենալու կամ տեղի ունեցել է։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն։ Գովաց Շանթիեթեր, Մայոն։ Այս սեզոնին նկատելի է հոսքը դպրոցականների դեպի քաղաքից դուրսեր, դեպի կարևոր մշակութային օբյեկտներ, այո, էքսկուրսը շարունակվում է նրանց մոտ եւ շարունակվում է մեր եթերում եւս։ Ամեն առավոտ։ Մենք հիմա էքսկուրս են գնալու դեպի Ջերմուկ, առավոտյան էքսկուրս, որտեղ սա առավոտը շանթումն է։ Սա էլ գրավիչ ջերմուկը շատ հավես է եւ ձմռան է, որովհետեւ ցուրտ է, բայց բնական տաքությամբ եկող ջրերը, որ ամեն հաջորդ, ամեն վերև գնացող ավելի տաք է, քան ներքևը, կարող ես դրանով տաքանալ, իսկ ամռանը ընդհանրապես զով է ջերմուկում, հաճախ գնացեք ջերմուկ։ Ցուրտ է անգամ։ Դե երեկոները բավական ցուրտ է։ Իսկ հիմա գնում ենք 100 հրաշալիքների հետևից, որովհետեւ աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր ծայրերում կան արձաններ, որոնք ռազմի նշանակություն ունեն, որոնք թրծված են կավից, որոնք որ հին պատմություն ունեն, բայց թե որտեղից եւ ինչ նշանակություն ունեն, դրանք եկեք գնանք իրար հետ բացահայտելու։ Մենք 100 հրաշալիք ենք ասել, բայց երևի մեր եթերերի ընթացքում 100-ի ցանկը արդեն անցել են հրաշալիքները ներկայացնելիս։ Չընկնենք թվերի հետևից, ընկնենք էմոցիաների հետևից, իսկ գովազդը մեզ համար լավագույն էմոցիան է։ Մոտ 170 միլիոն բնակչություն, 7-րդը աշխարհում բնակչության թվով, 5-րդը Ասիայում եւ 3-րդը իսլամական երկրների մեջ, երկրի պաշտոնական լեզուն 7-րդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում։ Պտտվում ենք աշխարհի շուրջ եւ կանգ առնում Բանգլադեշում։ Դե ինչ բարեկամներ, ուրբաթ է այսպիսին առավոտը շանթումում, այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ միմիայն խաղաղ շաբաթ կիրակի մաղթենք մեզ բոլորիս։ Կհանդիպենք երկուշաբթի, դուք մնացեք Շանթի եթերում։ Ցտեսություն։ Ժպտացեք եւ եղեք առողջ։